ուր է ռուս ազգը, երբ որ հայ ազգը պետականություն ուներ, եւ մի քանի այստեղ գործակալով չի, որ կարողանալու են իրանց այդ իրավիճակը հետ բերել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կտրիչ Ներսյանի ու ելի մի քանիսի շնորհիվ։ Այդպես չէ, հայ ազգում բոլորը չեն արմյան եւ բոլորը չեն դավաճան եւ բոլորը չեն օտարին սպասարկող, որովհետեւ մենք չպետք է մոռանանք, հա, ինչ է հայ ազգը։ Մեր գլխավոր հիմքը գալիս է հայկից, այսինքն պայքարից մեր ինքնիշխանության համար։ Ուստի այն մարդիկ, ով հայկական ինքնիշխանությունը փորձում են հիմա հանձնել օտարին Ռուսաստանին, իրանք հայկի ժառանգներ ոնց են ստացվում այդ տրամաբանությունով։ Չեն ստացվում, եւ դա արդեն պատասխան է ձեր հարցին, որովհետեւ սա լրջագույն մեր դեմ դրված հարց է։ Մենք գենետիկորեն չենք կարող ընդունել այն, որ ուրեմն լինենք այս դեպքում կոնկրետ Ռուսաստանի այստեղ գավառ, այս ծայրագավառ եւ այլն։ Դա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք միջազգային ինտեգրումից, այսինքն մեկուսանանք, ոչ, խոսքին երբ Եվրոպական միության մասին ենք խոսում։ Եվրոպական միությունում մեխանիզմները, որը ձևավորված է, ապահովում է հավասարությունը, այսինքն մենք մեզ որևէ ազգից բարձր երբեք չենք դնում, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք որևէ մեկի համար լինել այդպիսի ազգ, որին Միխեևը ռուսական ԶԼՄ-ով դիմում է եւ ասում է հայերը իրանց տեղը պետք է գիտենան,